տամ ծերանոցը։ Եղբայր մեր հիմա կառավարական առանձնությունը վեգալ ենք, տանք մեր վիրավոր զինվորների կենտրոն սարքենք, ծառուկն էլ սախույք իրա կողմից կտա։ Հələ 31 թիվը դու մնալու ես, որ 31 թվի մատ մի ամիս չի մնալու, հողը ոտի տակից գնացել է, ասելու բան չունի, անելու բան չունի, ժողովրդին իր պատասխանը չի կարող տա։ Ասում եմ, կարամ գրեմ, ստորագրեմ ժողովուրդ ջան։ Այսօր իր թիմը տրամադրությունները գծած, իրենց չի լսում, դուրս են գալի խորհրդակցությունից, նեղված, չգիտեն ինչ անեն։ Բայց իր թիմն է թող իմանա, որ մենք գիտենք, իրանք մեղավոր չեն, ինքն է ասում։ Այս երկրում մի որոշող կա։ Դե հենց այդտեղից եղավ, որ մի որոշում եղավ, այսօր հասանք այսօրվան ժողովուրդ ջան, որ ոչ մի լավ բան, ոչ սպասում է, ոչ արել է, մարդկանց պարտքերը ավելացել է, հողերը կորցրել ենք, զոհերը տվել ենք, պարտություն ստացել ենք, հիմա էլ ինչ է ուզում է։ Հիմա էլ ուզում է Հայաստանը ազդի, ասեմ դες։ Հայաստանը նույն ճակատին առաջանալ։ Ինչ որ եղավ Արցախի հետ։ Մենք պետք է կարողանանք միասնական իրար կողքի առանց որևէ ինչ որ հեղափոխ չկա դες բան։ Գնացեք ընտրության հանգիստ, քվեարկեք ձեր հոգու խղճ ձեր երեխաների ապագայի համար։ Այսքան ժամանակ չկա մի բան ասած ելնեմ չանեմ։ Ինչ կարողացել եմ ասել եմ, մի բան էլ ավել արել եմ։ Հիմա էլ ինչ որ ասում եմ, օրորի դակը նկատեք ժողովուրդ։ Հետևողական որ ձեզ վերաբերող հարցերը կարգավորելը։ Հիմնական ընտրությունը ձերն է։ Պետք է նայեք, դες բանում Արցախում աստվածածինը քանդում են, դե ասում արա մերն է, մեր պապերն են կառուցել, դե ասում իրանք են քանդում են։ Հիմա ձեզ տրվում է ընտրություն, պետք է ընտրեք կամ եկեղեցի կառուցողին, կամ եկեղեցի քանդողին, կամ երկիրը կառուցող շենացողին, կամ երկիրը քանդող ավելին։ Ուրիշ բան ես չունեմ ասելու։ Հարուկյանը ինչ արել է, քիչ արել, բայց մի բան կարող եմ ասել։ Մենակ բարեգործությամբ ժողովուրդ չես պայի, պետություն չես պայի, ձեր ցավը տանեմ։ Ես ասենք թե ինչ բերել եմ Լոնդոնից լորդույներ, այ այսքան տարի Հայաստանում լորդույր է եկել։ Հրավիրել եմ, բերել եմ, եկել եմ, փոխանակ կապ հաստատեն, ներդրումային ծրագիր անեն, Սարգսյանը լորդույի է բերել։ Հա ցավը տանեմ, բերել եմ իմ երկրի իմ ժողովրդին։ Շեխերին են բերել, հագաճառանգին են բերել։ Որ ասեն թե ուզեցել են ներդրում անեն, մենք ասում բանը գալստուկ չէր կապե, կամ մի հանդիպման ասում զանգեկա վերախոսին պատասխանեց, իրաց մակարդակը դա է ժողովուրդ, մակարդակը դա է։ Այսօր հիմնական խնդիրը մենք աշխատող ժողովուրդ ենք, Ժորժ ջան, դեռ ուշ չի, մենք կարանք միասնական ցանկացած խնդիր լուծենք։ Պետք է կապ, ծանոթություն, մոտեցում, այդ մի օրն էլ կարծում եմ Ծառուկյանը կարա բանակցի, արա ձեր ցավը տանեմ, ձեր պես կբանակցեմ, ձեր բանակցածը տեսանք, ինչի բերեցիք, հանգեցրիք, որ դուք այսօր խաղաղություն սաղ Ադրբեջանի գերիների բաց թողեցիք մարտազմաններին, վերոս տարի կալանավորել, մենք գետին ենք մտնում, որ չենք կարողանում հետ բերենք։ Այդ չի ձեր արած բանակցությունները։ 7 ժամ բանակցում էին, ասում ենք ինչ եք բանակցել, սուրճ ենք խմել, 7 ժամ սուրճ են խմել։ Հիմնական բանակցությունը քու անվտանգությունն է, քու տարածքներն է, քու ժողովուրդն է, քու տնտեսության զարգացման խնդիրն է։ Եթե մարդը կյանքում 100 ռուբլի չի աշխատել, ոնց քարը քարին չի դրել, նա ոնց կարա զարգացնի։ Առաջ էլ ասում էինք բանա, դե անփորձը, այդ ցավը տանեմ, անփորձ մարդը ու երկիրը չի տանելու։ Ոչ ժողովուրդը կրակը չի դե որ մարդ փորձ չունի, մոտեցում չունի, բանակցություն չգիտի անել։ Այդ է հիմնական մոտեցումը, Ժորժ ջան։ Ես նորից եմ, հիմա էլ Թևանյան Անդոյին ձերբակալել են։ Ասել եմ, եթե նրանք ապացեն այսքանից մոտ եմ, թեկուզ Թևանյան Անդոն չի թողի հերթ հասնի իրան, ինձ, ինք իրանք խփի, այն հայրենասեր նվիրյալը, բոլորդ էլ ճանաչում եք գիտեք, նրա մոտեցումն էլ տեսակետներ։ Ինձ էլ ասում է Ծառուկյանն էլ է շպիոն, բայց չգրուպայի շպիոնը։ Ես պատիվ եմ պահանջում, ապացուցեք, Ծառուկյանը կանգնի իր ապարակ, ասի գնդակարեկին։ Եթե չէ, ուզածը, ժողովուրդ, որ դուք դիմեք, հաջատեցին լավ էտ իրաց գործնա, սովորական գործնա, որ Ծառուկյանը չխոսի։ Ուրեմն ասեմ ձեզ, ասում եք, ասել եք Ծառուկյանը դավաճանա, ապացուցի, Ծառուկյանն էլ ասում է հրապարակ կանգնեմ գնդակարեք։ Բայց եթե չես ապացուցում, ուրեմն չեմ ասում իրան գնդակարեն։
թողա մտնի Մարութի մոտ, որ ծառուծի մոտ, իրա պատիժը դա պետք է լինի։ Մարդու հիմնական, որդ է գնում է հանդիպման, այդ պարզա պետական լծակներով, ամեն ինչով, ասելով, հրամայելով, գործից անելով, 3 ավտոբուս էլ հետը տանում է, այդ ավտոբուսն էլ, որ իրան ծապ տվողներն են։ 6 ավտոբուսը, որ ծապ տան։ Ես եմ ասել, այդ ծապ տվողները, ինչի համար են ծապ տալ, էլի, որ պատերազմը պարտվել են, խայտարակվել են, զոհերը տվել են, հողերը հանձնել են, որ էլ ասելու բան չունի, ինչի համար են ծապ տալի, որ հաճոյանան վարչապետին, վարչապետ լավ բաները, ազգը ծապարի, ասի հալալակ ես, ոչ թե սաղմատի, տես ինչեր են խոսում, կամ պետք է անվտանգությամբ, մարդը խոսա, բերանը բագեն տանեն, շտող են խոսա, զոհվածի մայրա, զոհվածի հորգուրա, զոհվածի եղբայրը, հայրը, մարդու սիրտը անալ կորածի, մարդը գոնե ուզում է տեղը լի լացելու համար, ախիչ մարդիկ, դու գոնե այդ հարցերը կարգավորեք, որ մարդկանց երեսին նայեք, սուտ ասելով խապելու ասում 31 թվական, այդ պապեկան սեպականություն է, 31 թվականը դու կուտիմը, վարցարվածա, չի կարա, անենարա, ամեն ինչը կործանելա, խայտարակելա, սա բոլոր տեղերով, բոլոր դիստանցիաներով ես խնդիր չունեմ, բոլոր տեղերն էլ խնդիր ունի, պարկերն էլ կուտակվել է, իրա բյուջեի գումարով, սկի չի կարում այդ 8 միլիարդ, ճարդեն 15 միլիարդի տոկոսը մճարդ։ Էլի ժողորդի հարկերը տուրքերը պետք է ավելացնի։ Ժողորջան, ինչ ասում եմ հիմնավորած, շատ բան կարամ ձեզ ասեմ։ Այսօր քաղաքներում հենց Երևան քաղաքը վերցնեմ, գույք հարկ ավելա, սաղ տեղեն ավելացի հարտոմոց, Երևան քաղաք